Ազգային ժողովում ընդունվեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Ազգային ժողովի ընտրություններին ու հանրաքվեներին կկարողանան մասնակցել Հայաստանի միայն այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում 1 տարի փաստացի գտնվել են Հայաստանում։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ պնդում էին, որ այս նախագիծը հակասահմանադրական է։ Նրանց խոսքով սահմանադրությունն արդեն հստակ սահմանում է, թե ովքեր կարող են զրկվել ընտրելու իրավունքից, եւ բնակության կամ Հայաստանում գտնվելու ժամկետը նման հիմք չէ։ Ականատես դիտորդական առաքելությունը նշել էր, որ պետության հետ ընտրողի իրական կապ ապահովելու գաղափարը կարող է ունենալ իրավաչափ նպատակ, սակայն ներկայացված պահանջը չի կարող բավարար չափով արտացոլել պետության հետ քաղաքացու կայուն ու շարունակական կապ ունենալը կամ չունենալը։ Միջազգային միտումը վերջին տասնամյակներին ոչ թե ընտրական իրավունքը սահմանափակելն է, այլ արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությունն ապահովելը։ Ժողովրդավարական երկրների մեծ մասում քաղաքացիները պահպանում են ընտրելու իրավունքը նույնիսկ երկար տարիներ արտերկրում ապրելու դեպքում։ Բացի այդ, մի շարք երկրներ, օրինակ Ֆրանսիան, Իտալիան, Շվեդիան թույլ են տալիս իրենց քաղաքացիներին անգամ այլ երկրում ապրելու դեպքում տվյալ վայրից քվեարկել ընտրություններում։ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս բնակության տևողության պահանջներ չկիրառել համապետական ընտրություններում, դրանք ընդունելի համարելով հիմնականում համայնքային ընտրությունների դեպքում։